Ողջույն, այսօր տապակելու եմ դդմիկ շատ հետաքրքիր տարբերակով։ Վերցրել եմ 3 հատ դդմիկ, կտրատել եմ այսպես։ Հիմա համեմելու եմ աղով եւ թողնելու եմ 5 րոպե, որպեսզի ջուրը դուրս տա։ Վերցնում ենք 3 հատ ձու։ Այստեղ կավելացնեմ սև պղպեղ, ըստ ճաշակի, կարմիր պղպեղ, մի քիչ աղ կավելացնեմ, մեկ գթալ ալյուր, ճաշի գթալ, և 100 գրամ սոլոգունի պանիր եմ քերելու, հետո լավ կխառնեմ։ Դդմիկները թաթախում ենք ալյուրի մեջ, այսպես, երկու կողմից և այս զանգվածի մեջ։ Սա էլ երկու կողմից լավ այսպես թաթախում ենք, այս պանրով զանգվածի մեջ։ Հետո արդեն տապակելու ենք բուսայուղի մեջ, երկու կողմից։ Արդեն տապակեցի, տեսեք ինչքան գեղեցիկ տեսք ունի։ Շատ ուժեղ չեք անում գազօջախը, որպեսզի միջուկն է լավ եւ տեսեք ինչքան գեղեցիկ են ստացվում։ Այս տարբերակը նրանց համար է, ովքեր չեն սիրում նաեւ, որ խոհանոցը աղտոտվում է։ Վերջ, տապակեցի ամբողջը, այսպիսի գեղեցիկ տեսք ունի, համնել անչափ համեղ է ստացվել։ Վերջում կարող եք թարմ կանաչի ցանել, եթե սիրում եք կարող եք սխտոր էլ ավելացնել, ըստ ճաշակի։ Վերջ, բարի ախորժակ ցտեսություն։